Բարի լույս եւս մեկ անգամ, ողջունում եմ ելի բոլորին, մաղթում իհարկե առավոտյան հրաշալի տրամադրություն։ Համոզված եմ, որ այդպես էլ կա։ Ինձ մոտ համենայն դեպս դա առկա է, որովհետեւ ես ելի շարունակում եմ գտնել Վեդի Ալկոյում։ Հիմա ուզում եմ ձեզ ներկայացնեմ մեր հյուրին, Վեդի Ալկոյի մարքեթինգի ղեկավար Գագիկ Պողոսյան։ Գագիկ ջան, բարի լույս։ Բարի լույս։ Լավ ենք։ Լավ, մերսի։ Գագիկ ջան, շաբաթ կիրակիները էստեղ է միշտ անցնում։ Հիմնականում շաբաթ կիրակիները այստեղ անցնում, քանի որ մենք արդեն իսկ զարգացնում ենք մեր տուրիզմը, հիմնականում ունենում ենք տուրեր, անցկացնում ենք մեր տուրիստների հետ, ներկայացնում ենք մեր ընկերության մասին, առհասարակ գինեգործության մասին, թե ինչով է զբաղվում Վեդի Ալկո ընկերությունը։ Դե պատկերացնենք, որ Եղվարդի խճուղի 1-ից ունեք տուրիստ, որի անունը Սուրեն, որ հիմա Վեդի Ալկոյում է, եւ պիտի խնդրեմ ինձ ցույց տաք այն վայրերը, որոնք շատ հաճախ ցույց չեք տալիս։ Շատ լավ, մեծ սիրով Սուրեն ջան։ Մենք հիմա գտնվում ենք հենց ճակատային մասում, որտեղից արդեն մուտք է։ Այո, դա մեր վարչական շենքն է, որը որ ընդհանուր, այսպես ասեմ, Վեդի Ալկո ընկերությունը ինքը ստեղծվել է 1956 թվականին, այն ժամանակ եղել է Վեդու գինու կոմբինատ։ 90-ական թվականներին Ղազարյաններ ընտանիքը գնել է եւ արդեն դարձել է Վեդի Ալկո ընկերություն։ Այո։ Ինքը որ տեսնում եք ամբողջ այս ծառները, մեր այս ծիրանենիները անգամ իրանք հենց 56 թվականին են տնկվել եւ մինչեւ հիմա խնամքով իրենց պահպանում են։ Տեղափոխվենք արդեն արտադրական տարածք, որտեղ որ մեր աշխատողները քրտնաջան աշխատում են, որպեսզի մեր հանրությունը շատ այսպես ամեն ինչին ավելի տեսնի։ Այո, գնացինք։ Ես ուզում եմ հասկանամ, այստեղ անվանական ծառեր կան։ Այսինքն տուրիստները, զբոսաշրջիկները, որ գալիս են, կարող են ունենալ օրինակ այսպիսի մի հնարավորություն ինչ-որ անվանական ծառ տնկել, որովհետև տեսնում նաև փոքրիկ մատքաշտենկիներ կան, որոնք նոր են արվել։ Իրականում նմանատիպ պրոյեկտները արդեն իսկ ուզում ենք անենք, քանի որ ես շեշտեցի, որ մենք նոր ենք տուրիզմի ոլորտում, արդեն 1-2 տարի է, եւ ամեն մի պրոյեկտ անելուց ոնց որ ավելի ենք զարգանում, ավելի ենք հմտանում եւ ավելի շատ է մտքեր գալի մեզ եւ այդ ձեր ասածը եւս արդեն իսկ որոշել ենք անենք։ Այս փոքր ծառերը իրանք ոնց որ ասած փոխարինում են մեր ոնց որ ասած հին սերնդին։ Միշտ այդպես է, չէ՞, առողջ սերնդափոխություն է լինում նաև բնության մեջ։ Այո, այո։ Դե տեղափոխվենք արդեն այնտեղ, որտեղ շատ քչերին է բախտ վիճակում լինելու, տեսնելու թե ինչպես է այս ամեն ինչը ընդհանրապես իրականություն դառնում ու շոշափելի։ Մեծ սիրով նենջա։ Գագիկ ջան, իսկ քանի արտադրամաս ունի Վեդի Ալկո ընկերությունը։ Վեդի Ալկո ընկերությունը Սուրեն ջան ունի 4 արտադրամաս, որոնք որ իրենցից տարբերվում են իրենց առանձնահատկությամբ, այսինքն մեկ արտադրամասում այնտեղ նաև ընդհանուր աշխատում են նաև ձեռքի աշխատանքներ, տարբեր ֆունկցիոնալ գինի, չգիտեմ օղի, մեկ արտադրամասում ինքը 100 միլիից մինչև 177 միլիանոց շշեր է միայն ինքը շշալցնում։ Մեկ արտադրամաս ինքը հատուկ ինչ-որ մեծ լինիա է, որը որ կոնյակներ է շշալցնում, այսինքն ամեն մի արտադրամաս ունի իր իսկ առանձնահատկությունները։ Բայց 4 արտադրամասներ այս տարածքում են գտնվում։ Այո, 4 արտադրամասներ այս տարածքում են գտնվում։ Հիմա տեսնենք, որ արտադրամասներն են ներկա պահին աշխատում, ցույց տանք մեր հանրությանը ինչպես է։ Շատ լավ, ամենահետաքրքիրը արխիվումը հետևեք մեզ։ Խնդրեմ ինձ փոքր ներկայացնես, այնտեղ ինչ է կատարվում, process-ը ինչ է լինում։ Ներսում կատարվում է շշալցում, հատուկ սպիրտով ինքը մաքրման process է անցնում, հետո արդեն շշալցվում է, պիտակավորվում է, ակցիզավորվում է եւ արդեն գալիս է պատրաստի ագրեգացիա լինելով պատրաստի պրոդուկտ ենք ստանում։ Այստեղ ավելի շատ ես նկատում եմ նաեւ, որ ավտոմատացված է կատարում, բայց մարդկային ֆակտորը այնուամենայնիվ կա, որովհետեւ կան շշեր, որոնք ինչքան էլ ավտոմատացված անցնեն, որոշակի թերություններ ունենում են եւ արդեն մարդու ֆակտորն է, հա, որ ընտրում է այդ շիշը նորից ուղղում է պիտակն կամ ինչ-որ բան այնպես չի արված, հետո նոր արդեն ուղղված տարբերակը դրվում է արկղերի մեջ։ Ճիշտ եմ նկատել։ Շատ ճիշտ եք նկատել, քանի որ ինքը ավտոմատացված է, բայց ամեն դեպքում մենք այն որ ասում է չենք վստահում ինչ որ չափով մեր աշխատողները շատ հմտորեն նայում են, մանրակրկիտ նայում են եւ ամեն մի փոքր խնդիրը անմիջապես հանում են եւ մի անգամից տեղում լուծում է հարցը եւ նոր արդեն թվում է մեր հաճախորդին։ Առաջարկում տեղափոխվենք մի քիչ ավելի մեծ սրահ, հա, որտեղ արդեն ավելի մանրամասն ծանոթանանք։ Շատ լավ։
Գագիկ ջան, մենք հիմա պիտի մտնենք ավելի մեծ տարածք, արտադրամաս, որտեղ արդեն ավելի այսպես մասշտաբային է արվում արտադրանքը։ Էլի տեսնելու ենք փուլ առ փուլ, որտեղից է ինչոց է սկսվում այստեղ ամեն ինչ։ Իրականում բոլոր արտադրանքներն են սկիզբը լինում է լվացումից։ Լվացումից։ Որը որ ամենակարևորն է, ինքը 66 սպիրտով մաքրվում է, անցկացվում, հետո շշալցնում, հետո ֆոլե, հետո արդեն դիմապիտակ, գետնապիտակ, ակցիզավորում եւ վերջնականը արդեն իր արկղների մեջ։ Քանի շիշ է այստեղից դուրս գալիս արդեն որպես պատրաստի արտադրանք ամեն օր։ Օրվա կտրվածքով, այսինքն 1 օրվա ժամային բանով եթե հաշվենք 9-ից 6-ը մեր այս լինիան ընդունակա 25-ից 26000 շիշ շշալացնել։ 25-ից 26000, դա մոտավորապես մի մեքենա է։ Մեկ մեքենա, մեկ Բեռնատար, որ ամբողջ արդեն ծնում է խանութներում կամ չգիտեմ, հայրենիքից դուրս։ Կամ հայրենիքից դուրս, այո։ Վաու։ Գագիկ իմ աչքից չվրիպեց նաև այս գեղեցիկ նկարը, սա ճանապարհն է, որ տանում է դեպի մառաններ։ Խնդրեմ պատմես, թե ինչ է ներկայացում նկարը։ Սուրեն ջան, ճիշտ եք նկատել, սա այսպես մենք գնում ենք արդեն մեր հնեցման մառաններ։ Այս պատկերը բոլոր ամբողջությամբ ձեռքով են նկարված։ Արարատյան դաշտավայրի մի գեղեցիկ օր, այսինքն խաղող հավաքի մի գեղեցիկ օր ժամանակին թե ինչպես են մարդիկ իրենց բերքը հավաքել, ուրախացել, մի խոսքով էլ տոնայել, ժամանակ իրենց ոնց որ ամբողջ տարվա քրտնաջան աշխատանքը վերջապես հավաքում են։ Ես ուզում եմ ասել, որ հիմա մենք գտնվում ենք մառանում, որտեղ հնեցվում է արտադրանքը եւ ասեմ, որ այստեղ ուղղակի եթե հնարավոր լինել էս հոտը փոխանցել մեր հեռուստադիտողին, որովհետեւ իրոք շատ շքեղ ու շատ գեղեցիկ ամենաթանկարժեք պարֆյումները, որ ստեղծում են երևի թե այս հոտերից։ Սա այն տեղն է, որտեղ որոշ ժամանակ պահվում եւ հնեցվում է արտադրանքը։ Այո, Սուրեն ջան, սա այն տեղն է, որ պահվում են մեր պրոդուկտները, մեր ապրանքները, մառանը ինքը ինչպես որ ի սկզբանե թվարկել է ինքը 56 թվականից գործում է։ Ամենակարևոր նախապայմաններից է, որ կարողանանք պահպանել հնուց եկած ժառանգությունը մեզ։ Ավանդույթները, այո, ես կարծում եմ, որ սա իրոք շատ հետաքրքիր աշխատանք է։ Կարելի ասել արվեստ է, հա, որովհետև այս ամեն ինչը մենք արդեն նկատեցինք, թե ինչպես է հատ առ հատ պատրաստվում, անցնում այդ process-ը, բայց ամեն ինչ սկսում է այստեղից, երբ որ այստեղ արդեն արտադրանքը հնեցված, գնում արդեն ավելի արտադրամաս, եւ այնտեղ արդեն շշալացվում եւ այդ աշխատանքներն արվում։ Այո, իհարկե դուք ճիշտ եք ասում։ Երևի սա զբոսաշրջիկների ամենասիրելի վայրն է։ Ամենասիրելի վայրն է, այստեղ որ գալիս են ամանավանդ ամառը, գալիս են ու չեն ուզում բարձրանան վերև։ Այո։ Այդպեսի բան կա, իրականություն կա, ճիշտ ասեցիք այն մասով, որ նաև արվեստ է, որովհետև թե գինեգործը, թե տեխնոլոգները, իրենք նաև արվեստագետների ինչ-որ մի մաս են կազմում, որոնք որ առասարակ իրենք ամեն մեկը իր յուրովին է ստեղծում։ Իր յուրովի համն է ստեղծում։ Ես նաև տեսնում եմ այստեղ ստորագրություններ հայտնի մարդկանց կամ հյուրերի, ովքեր եկել են, իրենց ձեռագիրն են թողել, շնորհակալական խոսքեր կան որոշակի։ Այո, իհարկե, այստեղ ունենք մեր պատվո հարթակը, որտեղ որ մեր տնօրինությունը նվիրել է մեր գործընկերներին, մեր պատվարժան հյուրերին, ոնց որ ասած, այդպես ունենք բազմաթիվ գործընկերներ, բազմաթիվ դիստրիբյուտորներ, ում հետ որ աշխատում ենք, թե հյուրեր, պատվարժան եւ բոլորին նվերները։ Գագիկ ջան, այստեղ հնարավոր է համտես անել, թե կա հատուկ վայր, որտեղ արդեն համտես, որտեղ ես ինքս հաճախ, երբ որ նմանատիպ տեղ եմ հյուր գնում, միշտ ասում կարելի է այս բոչկայից մի հատ համտես անել եւ այլն։ Իրականում նաև հնարավորություն կա բոչկաներից համտեսանելու։ Մենք այդ հնարավորությունն ենք տալի մեր տուրիստներին, քանի որ մարդիկ ուզում են իրենց ձեռքով վերցնել, արտադրանքը եւ փորձել, բայց այնուամենայնիվ մենք նաև պատրաստել ենք իրենց համար, ոնց որ ասած, շատ գեղեցիկ դեգուստացիոն սրահ, որտեղ որ կարող են նստել,
պրոդուկտները տեսնել, ընտրել, այո, ավելի ցիվիլ տարբերակով։ Ես առաջարկում տեղափոխվենք այնտեղ, դեմ չեք։ Հավեցեք, իհարկե, ոչ։ Գնացի։ Գագիկ, մենք հիմա տեղափոխվեցինք Համտեսի սենյակը, որը բավականին հաճելի սենյակ է։ Այո, Վեդիալկո ընկերությունը ունեն ջան 150-ից ավել անուն խմիչքներ ունի։ Ամբողջը Վեդիալկոյի տեսականին է։ Այո, օղիներ, կոնյակներ, բրենդիներ, այսպես ասված, նաստոյկաներ, գինիներ, այո։ Այսինքն մեր տեսականին շատ է, մենք աշխատում ենք աշխարհի գրեթե բոլոր երկրների հետ, այսինքն այն մենք ընդհանրապես խնդիր չունենք, եթե ունենք ինչ-որ մի երկրից հաճախորդ դիստրիբյուտոր, որը որ ցանկանում է մեր հետ աշխատել, մենք միանշանակ կարողանում ենք իրենց հետ աշխատել։ Ես ոնց հասկանում, սա ամենաառանձնացված տեսակն է, Ագոսը։ Սա Ագոս տեսակին է, որ ինքը շշալցվում է Վեդիալկո ընկերությունում, բայց իր պատմությունը լրիվ այլ է, իր գինեգործը ֆրանսիացի է, այսպես ասած։ Շատ լավ։ Ես առաջարկում եմ փորձենք զանգուն, որը պարբերաբար մեր եթերների ընթացքում մենք նվիրում ենք մեր հյուրերին։ Ժամանակն է մենք էլ փորձենք։ Իհարկե։ Մենք հիմա կփորձենք զանգու ռեզերվ տեսակին, որը որ հնեցված է 18 ամիս։ Վաու։ Մի փոքր թողենք, Թողնենք, այո, քիչ բացվի ավելի։ Գագիկ, մինչև գինին կբացվի, ես ուզում եմ շնորհակալություն հայտնեմ ձեզ, որ այսպես շատ մանրակրկիտ, շատ դիտողական ու շատ հետաքրքիր ներկայացրեցիք պատմությունը նախ, հետո արդեն այն ամենը ինչը որ ինչից ինչ է դառնում եւ այս ամենը շատ կարեւոր է, հատկապես նրանց համար, ովքեր հյուրեր են մեր երկրում եւ բոլորը շատ լավ գիտեն, որ գինու պատմությունը դարավոր է մեզ մոտ։ Եվ շատ կարևոր է, որ մարդիկ, ովքեր այս ամեն ինչի մեջ են, այս արվեստի մեջ են, իրենք ինֆորմացված լինեն, ձեր պարագայում ես դա համոզվեցի։ Այդպես որ շնորհակալություն ձեզ։ Շնորհակալություն ձեզ, որ հյուրընկալվեցիք մեր ընկերություն, հուսով եմ, որ այս ամենը ավելի հաճախ կլինի եւ մեծ սիրով կսպասեմ մեր բոլոր հյուրերին մեր ընկերության։ Իմիջիայլոց մեր հյուրերը եւ ովքեր որ կցանկանան ներկա գտնվել մեր ընկերությունում եւ տեսնել այն ամենը, ինչը որ մենք տեսանք, լավ հաճելի ունենալու համար կարող են մոտենալ Պուշկին 15A գտնվող հասցեում մեր Վեդիալկո խանութսրահ, ամրագրել իրենց իսկ տոմսերը կամ պարզապես զանգահարել ներքևում նշված հեռախոսահամարը։ Շատ լավ, ես ուղղակի ասեմ, որ շատ հետաքրքիր վայր է, անկախ ամեն ինչից, ինչքան ժամանակ ունեք, կարող եք այդ ժամանակի մեջ այստեղ գտնել ամենահետաքրքիրը, նաև գինեգործության պատմությունը, որը այստեղ ամեն քայլափոխի կարող ես հանդիպել։ Այդ ամեն ինչին գումարած հրաշք բնությունը, հետաքրքիր եւ անուշահոտ մառանները եւ մարդիկ, ովքեր մի ժպտերես են ու ժպիտով ու ջերմությամբ են դիմավորում։ Գագիկ ջան, շնորհակալ ենք ձեզ։ Մերսի շատ։ Դե ինչպես նշվում է, զանգուն անմահացնում է ամենակարևոր պահերը կյանքում, սա իմ կյանքում ամենակարևոր պահերից մեկն էր, որը անմահացրվեց զանգույով եւ այն հետաքրքիր արտադրանքով, որը այստեղ ներկայացում է։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհակալություն ձեզ։